Աշնան մի ցուրտ առավոտ Երևանի մի համեստ բնակարանում սեղանի անկյունում կանգնած էր մի բաժակ ջուր։ Պարզ, սովորական բաժակ, բայց այդ ջրին ոչ ոք չէր դիպչում։ Ժամերն անցնում էին, լույսը պատուհանից սահում էր պատի վրայով, իսկ բաժակը մնում էր անձեռն մխելի, ինչպես մի լուռ մեղադրանք։ Այդ սենյակում պառկած էր մի ծերունի, որի անունը գիտեին աշխարհի բոլոր աստղադիտարաններում, որի ձեռքը սեղմել էին թագավորներ ու նախագահներ, որի մտքերը փոխել էին այն, ինչ մարդկությունը գիտեր աստղերի ծնունդի մասին։ Եվ հենց այս մարդը, խորհրդային արևելքի ամենից շատ պարգևատրված գիտնականը, իր կյանքի վերջին տարիներին որոշել էր հրաժարվել ամենապարզ բանից՝ սննդից։ Ինչու՞։ Ինչը կինչը կարող էր ստիպել մի մարդու, ով ուներ ամեն ինչ՝ համաշխարհային փառք, ոսկե աստղեր, ակադեմիաների նախագահություն, որ ծերության շեմին իր սեփական մարմինը դներ կշեռքի վրա։ Այս բաժակ ջուրը երկար տարիներ մնաց որպես խորհրդանիշ։ Նրա մասին հիշում էին նրանք, ովքեր այդ օրերին մտնում էին այդ սենյակ՝ բժիշկներ, աշակերտներ, ընտանիքի անդամներ։ Ոմանք պնդում էին, թե ծերունին ժպտում էր։ Նայելով անձեռն մխելի ջրին, կարծես ինքն իրեն ապացուցում էր ինչ-որ բան։ Ուրիշները շշնջում էին, թե նրա սիրտն արդեն հազիվ էր դիմանում, եւ բժիշկներն աղերսում էին նրան դադարեցնել, բայց նա չէր լսում, որովհետեւ այդ պահին նրա համար գոյություն ուներ միայն մեկ բան՝ Արցախի ճակատագիրը։ Եվ եթե այսօր մենք նայենք այդ պարզ բաժակին, ապա կհասկանանք, որ դա ոչ թե ծերության քմահաճույք էր, այլ մի ամբողջ ազգի ցավի վերջին, ամենից մաքուր արտահայտությունը։ Ինչ էր թաքնված այդ վտ լռության հետևում։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես հանճարեղ աստղագետը հասավ այդ բաժակ ջրին, պետք է վերադառնանք շատ հեռու, դեպի մի քաղաք, որտեղ նա առաջին անգամ բացեց աչքերը։ Թիֆլիսում 1908 թվականի աշնանը մի հայ ընտանիքում ծնվեց տղա, որին վիճակված էր դառնալ իր ազգի ամենից մեծ զավակներից մեկը։ Նրա հայրը Համազասպը սովորական մարդ չէր։ Նա բանասեր էր, գիտնական, մարդ, ով իր կյանքի մի մասը նվիրեց Հոմերոսի Իլիականը հայերեն թարգմանելուն։ Պատկերացրեք այդ տունը, որտեղ հնչում էր հին հունարենի երաժշտությունը, որտեղ հայ լեզվի յուրաքանչյուր բառ սրբություն էր։ Հենց այնտեղ, հոր սեղանի մոտ, փոքրիկ Վիկտորը սովորեց առաջին բանը, որը երբեք չլքեց նրան, որ բառը, գիտելիքը, ճշմարտությունն ավելի ուժեղ են, քան ցանկացած կայսրություն։ Բայց այդ մանկության վրա ընկած էր մի ստվեր, որից ոչ մի հայ ընտանիք չէր կարող փախչել։ Դա մեծ Եղեռմի ստվերն էր։ Վիկտորը ծնվել էր ընդամենը մի քանի տարի առաջ այն սարսափից, որը գրեթե ջնջեց հայ ժողովրդին երկրի երեսից։ Նրա շուրջ ապրում էին մարդիկ, ովքեր կորցրել էին ամեն ինչ՝ տուն, հող, սիրելիներ։ Եվ այս հակադրությունը, գրեթե ոչնչացված ազգի եւ դեպի աստղերը ձգվող տղայի միջև, դարձավ նրա ողջ կյանքի թաքնված շարժիչը։ Մի կողմից տիեզերքի անծայրածիր լռությունը, մյուս կողմից արյուծ արյունոտ հող, որի վրա դեռ չորացած չէին արցունքները։ Ինչպես կարող էր այս երեխան համատեղել երկու այսքան հեռու աշխարհներ՝ հավերժական աստղերն ու մահկանացու ազգի ցավը։ Թիֆլիսն այդ տարիներին խառնակ, բազմալեզու քաղաք էր, որտեղ իրար էին միահյուսվում հայ, վրացի, ռուս ու պարսիկ ձայներ։ Բայց Համբարձումյանների տանը հնչում էր մի առանձնահատուկ երաժշտություն՝ հայ բառի մաքրությունը։ Հայրը, Համազասպը, օրերով նստում էր իր սեղանի մոտ, կռացած հին ձեռագրերի վրա, փնտրելով այն ճշգրիտ բառը, որով հունական դյուցազունների խոսքը կհնչեր հայերեն։ Փոքրիկ Վիկտորը հաճախ նստում էր կողքին եւ լուր դիտում, թե ինչպես է հայրը մի ամբողջ գիշեր ծախսում մեկ տողի վրա։ Այս տեսարանը նրա մեջ դրոշմեց մի դաս, որ նա չմոռացավ երբեք։ Դիսկական գործը պահանջում է համբերություն, նվիրում եւ ճշմարտության հանդեպ անզիջում սեր։ Հենց այս սեղանի մոտ ծնվեց այն մարդը, ով հետո ողջ կյանքը նվիրելու էր մեկ բանի՝ ճշմարտության որոնմանը։ Բայց այդ տանն ապրում էր նաև մի լուռ վիշտ, որի մասին մեծեները խոսում էին շշուկով։ Շուրջը լի էր մարդկանցով, ովքեր փրկվել էին այն սարսափից, որ տասնամյակ առաջ ընկել էր հայ ժողովրդի վրա։ Նրանք եկել էին հեռավոր գավառներից, դդատարկ ձեռքերով, սրտերում չմարող ցավ։ Երեկոները, երբ հարևանները հավաքվում էին, պատմվում էին պատմություններ կորսված տների, այրված գյուղերի, անհետացած ընտանիքների մասին։ Փոքրիկ տղան լսում էր այս ամենը եւ իր մանկական հոգով փորձում հասկանալ, ինչպես կարող է մի ամբողջ ժողովուրդ գրեթե ջնջվել երկրի երեսից եւ ինչու աշխարհը լռեց։ Այս հարցը նրա մեջ չմարեց երբեք։ Եվ թերևս հենց այդ ժամանակ, դեռ երեխա, նա առաջին անգամ զգաց, որ իր ազգը կարիք ունի ոչ միայն ողբի, այլ ուժի, գիտության,
ապացույցի, որ ինքը կենդանի է ու ստեղծագործ։ Իսկ գիշերները տղան փախչում էր այս ցավից դեպի վեր, դեպի աստղերը։ Թիֆլիսի երկինքը պարզ էր և տանիքից երևում էր ողջ տիեզերքի շկեղությունը։ Այնտեղ վերևում չկար ոչ եղեռն, ոչ վախ, ոչ արյուն, միայն հանգիստ, հավերժ, անխռով լույս։ Աստղերը նրա համար դարձան ապաստան և միաժամանակ առեղծված։ Ինչ էին դրանք։ Ինչպես էին ծնվել։ Ինչու էին այդպես դասավորված։ Մինչդեռ ընկերները խաղում էին փողոցում, Վիկտորը ժամերով նայում էր երկնքին և երազում մի օր հասկանալ դրա գաղտնիքները։ Ընտանիքն ուներ համեստ միջոցներ և շքեղություն չկար, բայց կար ավելի թանկ բան՝ գիտելիքի ու ճշմարտության պաշտամունք։ Իսկ ինչ է լինում, երբ նման տանը մեծանում է մի երեխա, ում մեջ վառվում է հանճարի կրակը։ Տղան վաղ հասակում ցույց տվեց բացառիկ ընդունակություններ։ Թվերն ու բանաձևերը նրա համար խաղ էին, իսկ գիշերային երկինքը ամենից մեծ առեղծվածը։ Ասում էին, թե նա դեռ պատանի հաշվում էր աստղերը և փորձում հասկանալ, թե ինչու են դրանք այդպես դասավորված։ Հայրն այս ամենը տեսնում էր և քաջալերում, որովհետև գիտեր, իր որդու մեջ վառվում է մի կրակ, որը հազվադեպ է հանդիպում։ Եվ երբ եկավ ընտրության պահը, երիտասարդ Վիկտորը գիտեր, թե ուր է գնում։ 1925 թվականին նա մեկնեց հյուսիս, դեպի Լենինգրադ, որպեսզի իր կյանքը նվիրի աստղագիտությանը։ Ոչ ոք այդ պահին չէր կարող երևակայել, որ այս բարակ, լրջադեմ պատանին մի օր կդառնա մի ամբողջ դարաշրջանի դեմքը։ Բայց ինչ գին պետք է վճարեր նա այդ մեծության համար։ Լենինգրադում երիտասարդ Համբարձումյանը պայթեց ինչպես նոր աստղ։ Դեռ ուսանող նա հրապարակեց բան, որ շատ հասուն գիտնականներ չէին կարողանում անել ողջ կյանքում։ Մինչև ավարտելը նա արդեն հեղինակ էր մի շարք գիտական աշխատությունների, 10 հոդված, որոնք ուշադրություն գրավեցին ողջ երկրում։ Նրա ուսուցիչներն ապշած էին։ Այս երիտասարդը ոչ միայն հասկանում էր արդեն հայտնին, այլ տեսնում էր այն, ինչ ուրիշները չէին նկատում։ 1928 թվականին նա ավարտեց համալսարանը, ապա շարունակեց իր ուսումը Պուլկովոյի աստղադիտարանում, որտեղ աշխատում էին երկրի լավագույն աստղագետները։ Եվ հենց այստեղ սկսեց ձևավորվել այն մարդը, ով հետո կկոչվեր խորհրդային տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր։ Լենինգրադում երիտասարդ հայը հայտնվեց գիտության եռուն կենտրոնում։ Քաղաքն ինքը իր նրբագեղ կամուրջներով, սպիտակ գիշերներով ու հին համալսարանով շունչ էր առնում մտքի ու հայտնագործության ոգով։ Համբարձումյանն այստեղ գտավ իր տարեշքը։ Նա հոշոտում էր գրքերը, լուծում էր խնդիրներ, որոնք շփոթեցնում էին փորձառու գիտնականներին, և շատ արագ սկսեց առաջանցնել իր իսկ ուսուցիչներից։ Հասակակիցները հիշում էին նրան որպես հանգիստ, համեստ, բայց աներևակայելի սուր մտքով երիտասարդի։ Նա չէր սիրում ինքնագովություն, բայց երբ խոսում էր գիտության մասին, նրա աչքերը վառվում էին։ Մինչ ուրիշները դեռ հասկանում էին հարցը, նա արդեն տեսնում էր պատասխանը։ Բայց ինչ գին պետք է վճարեր այսպիսի տաղանդը ժամանակում, երբ տաղանդը կարող էր և բարձրացնել, և կործանել։ Որովհետև երկիրը, ուր նա ապրում էր սարսափի ստվերում։ Մարդիկ անհետանում էին գիշերները։ Գիտնականներ, ովքեր երեկ դեռ դասախոսում էին, հաջորդ օրը պարզապես չկային, և նրանց անունն արգելված էր արտասանել։ Ամեն բառ կարող էր դառնալ մեղադրանք, ամեն միտք վտանգ։ Այս մթնոլորտում Համբարձումյանը գտավ իր փրկությունը նույն տեղում, ուր գտել էր երեխա ժամանակ՝ աստղերի մեջ։ Տիեզերքը միակ տարածքն էր, ուր իշխանությունը չէր կարող հասնել, ուր բանաձևերը ենթարկվում էին ոչ թե հրամանների, այլ բնության հավերժ օրենքներին։ Ոչ մի դատավոր չէր կարող փոխել աստղի շարժումը, ոչ մի հրաման չէր կարող ջնջել մի ճշմարիտ հավասարում։ Եվ հենց այս ազատությունն էր, որ նա փնտրում էր երկնքում, ազատություն, որ երկրի վրա չկար։ Բայց ճանապարհը հարթ չէր։ Այդ տարիներին երկիրն ապրում էր դաժան ժամանակներ։ Գիտնականներ էին անհետանում, մարդիկ վախենում էին բարձրաձայն մտածել, և ամեն բառ կարող էր արժենալ կյանք։ Համբարձումյանն աշխատում էր այս սարսափի ֆոնին, և նրա միակ ապաստանն աստղերն էին, այն միակ տարածքը, որտեղ քաղաքականությունը չէր կարող հասնել։ 1934 թվականին նա Լենինգրադի համալսարանում հիմնեց առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը ողջ Խորհրդային Միությունում։ Դա հեղափոխություն էր։ Նա ստեղծում էր մի ամբողջ դպրոց, պատրաստում աշակերտներ, որոնք հետո կտարածվեին երկրով մեկ։ Թվում էր, ահա, փառքի ճանապարհն ուղիղ է և լուսավոր։ Բայց հենց այս պահին նրա կյանք մտավ մի կանչ,
որը կփոխեր ամեն ինչ։ Ով կարող էր կանգնեցնել Լենինգրադում ծաղկող այս երիտասարդ հանճարին եւ կանչել նրան հետ դեպի հայրենիք։ Այդ կանչը եկավ ոչ թե մի մարդուց, այլ ողջ ազգից։ Երբ պատերազմը ցնցեց աշխարհը եւ Համբարձումյանը Լենինգրադի համալսարանում զբաղեցնում էր պրոռեկտորի պաշտոնը, նա արդեն զգում էր, որ իր ճակատագիրը կապված է հեռավոր մի հովի հետ։ Անվտանգության համար ամբիոմները տարհանվեցին երկրի խորքերը, եւ այդ դժվար օրերին հասունացավ որոշումը։ 1943 թվականին հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան, եւ Համբարձումյանին կանչեցին դառնալու դրա հիմքերից մեկը։ Մարդը, ով կարող էր մնալ կայսրության սրտում Լենինգրադում կամ Մոսկվայում, ընտրեց վերադառնալ։ Ընտրեց փոքրիկ, պատերազմից հյուծված Հայաստանը, քարքարոտ, աղքատ, բայց իրենը։ Ինչու մարդը, ում առջև բաց էր ողջ խորհրդային գիտության դռները, կամովին ընտրեց ավելի դժվար ճանապարհը։ Պատասխանը թաքնված էր նրա մանկության այն ստվերում, մեծ Եղեռնի հիշողության մեջ։ Համբարձումյանի համար Հայաստանը պարզապես հող չէր, դա մի ազգի վերածնունդն էր, որը գրեթե ոչնչացվել էր, եւ նա հասկանում էր, որ իր ժողովրդին պետք են ոչ միայն հաց ու տուն, այլ նաեւ գիտություն, համալսարան, աստղադիտարան, ապացույց, որ այս ազգը ոչ թե զոհ է, այլ ստեղծող։ Այս միտքը դարձավ նրա կյանքի երկրորդ առաքելությունը։ Առաջինը տիեզերքի գաղտնիքները բացելն էր, երկրորդը իր ազգին վերադարձնելը գիտության աշխարհին։ Եվ այս երկու առաքելությունները տասնամյակներ շարունակ ապրեցին նրա մեջ կողք կողքի, երբեմն ներդաշնակ, երբեմն բախվելով։ Բայց ով կարող էր կռահել, որ հենց այս երկրորդ առաքելությունը, ազգի հանդեպ սերը, մի օր կպահանջեր նրա մարմինն ու առողջությունը։ Այս ընտրությունը շատերի համար անհասկանալի էր։ Մարդը, ով կարող էր մնալ խորհրդային գիտության սրտում, շրջապատված ամենահարուստ լաբորատորիաներով ու լավագույն գործիքներով, ընտրեց վերադառնալ մի երկիր, որ դեռ չէր ապաքինվել պատերազմի ու ավերի վերքերից։ Այնտեղ չկար այն, ինչ կար մայրաքաղաքներում, ոչ առատ միջոցներ, ոչ պատրաստի ենթակառուցվածք, ոչ հարմարավետություն։ Կար միայն քարքարոտ հող, դատարկ սարալանջեր եւ մի ժողովուրդ, որ կարիք ուներ հույսի։ Բայց հենց դա էր, որ կանչում էր Համբարձումյանին, որովհետև նա չէր ուզում պարզապես լինել մեծ գիտնական ինչ-որ տեղ։ Նա ուզում էր լինել իր ժողովրդի մեծ գիտնականը, կառուցել իր հողի վրա, վերականգնել իր ազգի արժանապատվությունը գիտության միջոցով։ Որ մարդն է իր փառքից վեր դասում մի ամբողջ ժողովրդի վերածնունդը։ Հայաստան վերադառնալով Համբարձումյանը ձեռնամուխ եղավ մի գործի, որը շատերին անհնարին էր թվում։ Նա որոշեց դատարկ սարալանջին կառուցել աստղադիտարան, համաշխարհային մակարդակի։ 1946 թվականին Արագած լեռան փեշերին, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա, սկսվեց Բյուրականի աստղադիտարանի շինարարությունը։ Պատկերացրեք այդ պատկերը։ Պատերազմից նոր դուրս եկած քաղցած երկիր, որտեղ դեռ չկար բավարար հաց, եւ մի մարդ, ով պնդում էր, որ հենց հիմա, հենց այստեղ պետք է կառուցել տիեզերքն ուսումնասիրելու կենտրոն։ Շատերը գլուխ էին օրորում. ինչպես կարող է աղքատազգը մտածել աստղերի մասին, երբ չունի ապրուստ։ Բայց Համբարձումյանը գիտեր ճշմարտություն, որը մյուսները չէին տեսնում։ Ազգը, որ դադարում է երազել, դադարում է գոյություն ունենալ։ Բյուրականը կառուցվեց քար առ քար, հույս առ հույս։ Եվ շուտով այնտեղից սկսեցին հնչել հայտնագործություններ, որոնք ապշեցրին ողջ գիտական աշխարհը։ 1947 թվականին Համբարձումյանը ներկայացրեց իր ամենից հանդուգն գաղափարներից մեկը՝ աստղային ասոցիացիաների մասին։ Նա ապացուցեց բան, որ շատ գիտնականներ չէին համարձակվում նույնիսկ մտածել։ Աստղերը ոչ թե միայն հնում են ծնվել, այլ ծնվում են հենց հիմա, մեր աչքերի առջև, շարունակաբար։ Տիեզերքը մեռած ու սառած մեքենա չէ, այլ կենդանի, շնչող, անընդհատ ստեղծագործող համակարգ։ Այս միտքը փոխեց ողջ ժամանակակից աստղագիտության ընթացքը։ Աշխարհի մեծագույն գիտնականները սկսեցին խոսել Բյուրականի մասին, իսկ Համբարձումյանի անունը դարձավ խորհրդանիշ։ Բայց որքան թանկ արժեցավ նրան այս փառքը եւ ինչ գին պետք է վճարեր ապագայում։ Բյուրականի հայտնագործությունները միայն աստղային ասոցիացիաներով չսահմանափակվեցին։ Համբարձումյանն առաջիններից էր, ով հասկացավ, որ որոշ աստղեր, ջահել, նոր ծնված, դեռ չհանգստացած, շարունակում են փոխվել մեր աչքերի առջև։ Նա ուսումնասիրում էր այն գործընթացները, որ տեղի են ունենում աստղերի մթնոլորտում, եւ առաջ քաշում գաղափարներ, որ ժամանակին համարձակ էին, գրեթե անհավանական։
Նրա ստեղծած մաթեմատիկական սկզբունքները ճառագայթման տարածման մասին դարձան գործիք, որ կիրառվեց ոչ միայն աստղագիտության, այլ ֆիզիկայի ու օպտիկայի բազմաթիվ ճյուղերում։ Աշխարհի մեծագույն տեսաբանները խոնարհվում էին նրա մտքի առջև։ Նրա աշխատանքները թարգմանվում էին տասնյակ լեզուներով, ուսումնասիրվում էին ամենահեղինակավոր համալսարաններում։ Փոքրիկ Հայաստանը, շնորհիվ մեկ մարդու, դարձավ համաշխարհային աստղագիտության կենտրոններից մեկը։ Ինչպես կարող էր մեկ մարդ կրել մի ամբողջ գիտության ճակատագիրն իր ուսերին։ Բայց բյուրականը նրա համար ոչ միայն գիտություն էր, այլև խորհրդանիշ։ Ամեն գիշեր, երբ մեծ աստղադիտակն ուղղվում էր երկնքին, դա հաղթանակ էր այն բոլոր նրանց դեմ, ովքեր ժամանակին ուզում էին ջնջել հայ ժողովրդին։ Ահա այն ազգը, որ պետք է անհետանար, այժմ նայում էր ամենահեռավոր գալակտիկաներին և բացում տիեզերքի գաղտնիքները։ Ամեն հայտնագործություն պատասխան էր մանկության այն հարցին. ոչ, այս ժողովուրդը զոհ չէ, այս ժողովուրդը ստեղծող է։ Համբարձումյանն այս ամենը հասկանում էր և կրում որպես սրբազան բեռ։ Աշակերտները պատմում էին, որ նա պահանջկոտ էր, բայց արդար, որ նա սովորեցնում էր ոչ միայն գիտություն, այլ նաև արժանապատվություն։ Նրա դպրոցից դուրս եկան տասնյակ նշանավոր գիտնականներ, ովքեր տարածվեցին ողջ աշխարհով։ Բայց որքան մենակ էր մարդը, ով կրում էր այսքան մեծ պատասխանատվություն, և ով էր կիսում նրա հետ այս բեռը։ Հաջորդ տարիներին պարգևներն ու կոչումները տեղացին նրա վրա ինչպես անձրև։ 1953 թվականին նա դարձավ Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի անդամ։ Նա ընտրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրեց գրեթե կես դար։ Նրան 2 անգամ շնորհվեց սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը։ Նա ստացավ Լենինի շքանշաններ, պետական մրցանակներ, դարձավ աշխարհի ավելի քան 20 ակադեմիայի անդամ։ 1961 թվականին նա ընտրվեց Միջազգային աստղագիտական միության նախագահ, դառնալով ողջ մոլորակի աստղագետների առաջնորդը։ Պատկերացրեք, մի մարդ, ով ծնվել էր գրեթե ոչնչացված ազգի մեջ, այժմ կանգնած էր համաշխարհային գիտության գագաթին։ Թվում էր, ճակատագիրն ավելի շատ բան չէր կարող տալ։ Բայց արդյոք այս ոսկե աստղերն ու կոչումներն իսկապես երջանկություն էին բերում նրան, թե դրանք քողարկում էին մի թաքնված ցավ։ Որպեսզի հասկանանք այս ցավի խորությունը, պետք է պատկերացնենք, թե որքան բարձր էր նա բարձրացել։ Համբարձումյանն այլևս ոչ թե պարզապես հայ կամ խորհրդային գիտնական էր, այլ ողջ մոլորակի աստղագետների առաջնորդը։ Նա ղեկավարում էր միջազգային գիտական կազմակերպություններ։ Նրա խոսքը լսում էին արևմուտքում ու արևելքում։ Նրա անունը հնչում էր այն դահլիճներում, որտեղ որոշվում էր համաշխարհային գիտության ընթացքը։ Մի մարդ, ով ծնվել էր Թիֆլիսի մի համեստ տանը, այժմ կանգնած էր մարդկության գիտելիքի գագաթին։ Աշխարհի մեծագույն համալսարանները նրան շնորհում էին պատվավոր կոչումներ։ Նրա ձեռքը սեղմում էին երկրների ղեկավարներ։ Թվում էր, ճակատագիրը նրա առջև բացել էր բոլոր դռները և չկար բարձունք, որին նա չէր հասել։ Բայց հենց այս փառքի մեջ թաքնված էր մի դառն մենություն, որը քչերն էին տեսնում։ Որովհետև մարդը, ով կարող էր խոսել տիեզերքի լեզվով, ով հասկանում էր ամենից հեռավոր աստղերի ծնունդը, չէր կարող ստիպել հզորներին լսել իր սեփական ժողովրդի ձայնը։ Ահա ողբերգական հակադրությունը։ Ողջ աշխարհը ծափահարում էր նրա գիտությանը, բայց ոչ ոք չէր ուզում տեսնել այն հողի վերքը, որից բխում էր նրա արյունը։ Նա կարող էր լույս սփռել ողջ տիեզերքի վրա, բայց չէր կարող փարատել իր ազգի վրա ընկած ստվերը։ Եվ ամեն նոր մրցանակ, ամեն նոր կոչում միայն ավելի էր սրում այս հակասությունը։ Ինչ արժե ողջ աշխարհի ճանաչումը, եթե այն չի կարող օգնել քո սեփական ժողովրդին։ Հենց այս հարցն էր, որ լուր կրծում էր նրա սիրտը փառքի ամենից պայծառ տարիներին։ Այս բեռը նրա հետ կիսում էր մի մարդ, նրա կինը, Վերան, ում հետ նա կապել էր իր ճակատագիրը դեռ երիտասարդ տարիներին։ Նա դարձավ Համբարձումյանի լուռ հենարանը, կին, ով հասկանում էր, որ իր ամուսինը պատկանում է ոչ միայն ընտանիքին, այլ գիտությանն ու ազգին։ Նրանք ունեցան 4 երեխա և ապրեցին այնպիսի համեստությամբ, որ զարմացնում էր բոլորին։ Մարդ, ով կարող էր ապրել պալատներում, շրջապատված ծառաներով ու շքեղությամբ, բնակվում էր սովորական բնակարանում և չէր օգտվում այն բազմաթիվ արտոնություններից, որ իրեն հասանելի էին։ Նրա համար իշխանության նշանները, հատուկ մեքենաները, ընդարձակ ամառանոցները, պաշտոնական պատիվները ոչինչ չարժեին, որովհետև նա չափում էր մարդու արժեքը ոչ թե նրա ունեցվածքով, այլ նրա թողած լույսով։ Ինչպես կարող էր մի մարդ, ով ուներ ողջ աշխարհի ճանաչումը,
ապրել այսքան պարզ ու անշուք։ Բայց այս արտաքին հանգստության տակ թաքնված էին նաև անձնական վերքեր։ Համբարձումյանի ընտանիքը ճանաչել էր կորստի դառնությունը։ Նրա կրտսեր եղբայրը մահացել էր երիտասարդ, ընդամենը 23 տարեկանում, գիտական արշավախմբի ժամանակ, դեռ նոր սկսելով իր կյանքը։ Այս կորուստը մնաց ընտանիքի սրտում որպես չմարող ցավ։ Իսկ նրա ավագ քույրը, ընդհակառակը, ինքն էլ դարձավ նշանավոր գիտնական, ղեկավարելով համալսարանի ամբիոններից մեկը։ Գիտությունը նրանց ընտանիքի արյան մեջ էր։ Համբարձումյանը կրում էր և եղբոր կորստի վիշտը, և ողջ ազգի վերքերը, և համաշխարհային գիտության պատասխանատվությունը։ Եվ այս ամենի մեջ նա մնում էր հանգիստ, արժանապատիվ, անաղմուկ։ Բայց որ պահին այս լուռ ուժը կվերածվեր բացահայտ դիմադրության, և ինչը կդառնար այդ պայթունի կայծը։ Որովհետև Համբարձումյանի կյանքն ուներ երկրորդ ծածուկ կողմ, որի մասին քչերը գիտեին։ Ցերեկը նա կայսրության փայլուն իշխանն էր, ընդունված Մոսկվայում, պատվարժան աշխարհի մայրաքաղաքներում շրջապատված հարգանքով։ Բայց երբ նա վերադառնում էր իր հող, դառնում էր ուրիշ մարդ։ Հայը, ով չէր մոռանում, թե ով է ինքը։ Որպես ակադեմիայի նախագահ, նա պնդեց բան, որ այդ ժամանակ համարձակություն էր պահանջում։ Բոլոր պաշտոնական խոսքը, փաստաթղթերը, գիտական աշխատանքը ակադեմիայում պետք է լինեին հայերեն։ Կայսրության մեջ, որտեղ ամեն ինչ ձգտում էր մեկ լեզվի, մեկ կաղապարի, նա պաշտպանում էր իր ազգի լեզուն ինչպես սրբություն։ Սա փոքր բան չէր թվում, բայց հենց այսպիսի փոքր որոշումներից է հյուսվում մեծ դիմադրությունը։ Ինչ էր նա պատրաստ անել ավելի մեծ պահի, երբ վտանգված կլիներ ոչ թե լեզուն, այլ հենց ազգի ճակատագիրը։ Որպեսզի գնահատենք այս քայլի համարձակությունը, պետք է հիշենք ժամանակը։ Այդ տարիներին որոշ թեմաների մասին պաշտոնապես խոսել չէր կարելի։ Կային ճշմարտություններ, որ բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր արտասանում բարձրաձայն, որովհետև վախենում էին։ Հայ ժողովրդի ողբերգությունը հենց այդպիսի թեմա էր՝ ճնշված, լռեցված, թաքցված հաստ լռության շերտի տակ։ Իշխանությունը գերադասում էր, որ այս վերքի մասին լռեն, որ այն մոռացվի, որ ոչ ոք չհիշի։ Եվ հենց այս լռության մեջ Համբարձումյանի ձայնը հնչեց ինչպես ամպրոպ։ Նա, ով ուներ ամեն ինչ կորցնելու, ով կարող էր պարզապես պահպանել իր դիրքն ու լռել, ընտրեց խոսել։ Որովհետև նրա համար իր ժողովրդի հիշողությունն ավելի թանկ էր, քան սեփական անվտանգությունը։ Բայց արդյոք նա հասկանում էր, որ ամեն այսպիսի քայլ նրան ավելի ու ավելի էր մոտեցնում այն օրվան, երբ պետք է ընտրեր ազգի և սեփական կյանքի միջև։ Այդ պատասխանի առաջին նշանը երևաց 1565 թվականին։ Մեծ Եղեռնի կիսադարյա տարելիցին, երբ խորհրդային իշխանությունն այս թեմայի մասին գերադասում էր լռել, Համբարձումյանը բարձրաձայն խոսեց։ Նա կանգնեց և խոսեց այն մասին, ինչ շատերը վախենում էին նույնիսկ շշնջալ։ Նա խոսեց իր ժողովրդի ողբերգության մասին և կապեց այն հայ ազգի վերածնունդի հետ։ 10 տարի անց, 1575 թվականին, նա գրեց, որ այդ ոճիրը նման էր մարդկության դեմ գործված ամենից սարսափելի հանցագործություններին։ Պատկերացրեք համարձակությունը։ Մարդ, ով ուներ ամեն ինչ կորցնելու, ով կարող էր պարզապես վայելել իր փառքն ու հանգիստ ապրել, ընտրեց խոսել ճշմարտությունը։ Որովհետև նրա ներսում միշտ վառվում էր այն կրակը, որ վառել էր հոր սեղանի մոտ։ Ճշմարտություն ավելի ուժեղ է, քան վախը։ Բայց որքան կդիմանար այս հավասարակշռությունը, կայսրության հանդեպ հավատարմության և ազգի հանդեպ սիրո միջև։ Այս համարձակությունը պատահական չէր։ Համբարձումյանի համար հայ ինքնությունը ոչ թե դիմակ էր, որ հանում ես կարիերայի համար, այլ կորիզ, որի շուրջ կառուցվում էր ողջ կյանքը։ Նա հպարտանում էր իր ժողովրդի պատմությամբ, նրա հին գրականությամբ, նրա մշակույթով, որ դարեր շարունակ պահպանվել էր չնայած ամեն ինչին։ Եվ նա հասկանում էր մի կարևոր բան, որ ազգը, որ կորցնում է իր լեզուն, կորցնում է ինքն իրեն։ Հենց դրա համար նա ակադեմիայում պնդեց հայերենի առաջնահերթությունը։ Հենց դրա համար նա ամեն հնարավորության դեպքում խոսում էր ազգային հիշողության պահպանման մասին։ Կայսրությունը, որ ձգտում էր ամեն ինչ ձուլել մեկ կաղապարի մեջ, այս դիմադրությունը նկատում էր, բայց չէր կարող բացահայտ պատժել նրան։ Չափազանց մեծ էր նրա համաշխարհային հեղինակությունը։ Այսպիսով ծեր ակադեմիկոսը դարձավ մի տեսակ վահան իր ազգի մշակույթի համար։ Բայց որքան երկար կարող էր այս փխրուն հավասարակշռությունը պահպանվել։ Տարիներ շարունակ Համբարձումյանը կրում էր այս երկու բեռը՝ համաշխարհային գիտնականի և հայ հայրենասերի։
Կայսրությունը նրան ոսկի էր տալիս, շքանշաններ, պատիվ, իսկ նա դրա դիմաց տալիս էր իր հանճարը, կառուցում էր, հայտնագործում, փառաբանում խորհրդային գիտությունը։ Դա մի տեսակ լուր պայմանագիր էր. դու ինձ փառք, ես քեզ նվաճումներ։ Բայց ամեն լուր պայմանագիր ունի իր թաքնված գինը, եւ այդ գինը պարզ դարձավ, երբ հասավ պահը, որ կայսրությունը, որին նա այսքան ծառայել էր, երես թեքեց իր ժողովրդից։ Այն հողը, որի համար ապրում էր նրա սիրտը, Արցախը, մնում էր բռնի կերպով կտրված Հայաստանից։ Եվ որքան էլ Համբարձումյանը կրեր ոսկե աստղերը կրծքին, դրանք սկսում էին ծանրանալ, ինչպես շղթաներ։ Ինչպես կարող էր նա ընդունել պարգևներ այն իշխանությունից, որը լռում էր իր ազգի վերքի առջև։ 80-ական թվականների վերջին օդում զգացվում էր փոթորիկ։ Արցախի հայերը, որոնք տասնամյակներ ապրել էին օտար իշխանության տակ, սկսել էին բարձրաձայն պահանջել արդարություն։ Փախստականների մասին լուրերը հասնում էին Երևան, եւ ամեն լուր նոր վերք էր բացում։ Մարդիկ, ովքեր կորցրել էին տուն ու սիրելի, գալիս էին դատարկ ձեռքերով, սրտում սարսափ։ Քաղաքի հրապարակները լցվում էին ժողովրդով։ Եվ այս ալիքի մեջ ծեր ակադեմիկոսը չէր կարող մնալ անտարբեր։ Մարդը, ով ողջ կյանքում նայել էր աստղերին, այժմ ստիպված էր նայել ներքև, իր ժողովրդի արյունոտ վերքին։ Նրա ներսում ինչ-որ բան փոխվում էր։ Ոսկե աստղերը, պատիվը, համաշխարհային ճանաչումը, այս ամենը հանկարծ դարձավ կարևորություն չունեցող, որովհետև ինչ արժե ողջ տիեզերքի իմացությունը, եթե չես կարող պաշտպանել քո սեփական ժողովրդին։ Եվ հենց այս հարցն էր, որ սկսեց այրել ծերուն ու սիրտը։ Փոթորիկը չեկավ հանկարծակի։ Տարիներ շարունակ Արցախի հայերի սրտում կուտակվում էր դառնությունը։ Նրանք ապրում էին օտար իշխանության տակ, որը ճնշում էր նրանց լեզուն, մշակույթը, հիշողությունը, եւ տարիներով նրանց ձայնը մնում էր անլսելի։ Բայց ամեն ճնշված ձայն մի օր պայթում է։ Եվ երբ պայթյունը եկավ, այն ցնցեց ողջ տարածաշրջանը։ Հասնում էին սարսափելի լուրեր, քաղաքների մասին, ուր մահայերի վրա հարձակվում էին ամբոխները, ուր մարդկանց վտարում էին իրենց իսկ տներից, ուր արյուն էր թափվում փողոցներում։ Փախստականների հոսքը գնալով աճում էր։ Մայրեր երեխաներով գրկած, ծերեր կորցրած ամեն ինչ գալիս էին ապաստան փնտրելու։ Ամեն նոր փախստական նոր վերք էր, ամեն նոր պատմություն նոր ցավ։ Եվ այս ամենը կատարվում էր մի կայսրության ներսում, որը պարծենում էր ժողովուրդների եղբայրությամբ։ Ինչպես կարող էր որևէ ազնիվ մարդ լռել նման անարդարության առջև։ Երևանի հրապարակները դարձան ծովեր, մարդկային ծովեր։ 100 հազարավոր մարդիկ հավաքվում էին, պահանջելով արդարություն իրենց եղբայրների համար։ Դա ինքնաբուխ հզոր շարժում էր, որ միավորում էր բոլորին, բանվորին ու գիտնականին, երիտասարդին ու ծերին, գյուղացուն ու քաղաքացուն։ Տարիների լռությունից հետո ազգը վերջապես խոսում էր մեկ ձայնով։ Բայց այս ձայնը հանդիպում էր սառը պատի, իշխանության անտարբերությանը։ Որոշումները կայացվում էին հեռվում, փակ դռների հետևում, եւ սովորական մարդկանց ճակատագիրը կախված էր մարդկանցից, ովքեր երբեք չէին ապրել նրանց ցավը։ Շարժման առաջնորդներից ոմանք ձերբակալվեցին, ոմանք հալածվեցին, բայց ալիքն արդեն հնարավոր չէր կանգնեցնել։ Եվ այս ալիքի մեջ ծեր ակադեմիկոսը զգում էր, որ իր լռության ժամանակն ավարտվել է։ Բայց ինչ կարող էր անել մի ծերունի, 80-ն անցած, թույլ, բայց դեռ չկոտրված հոգով։ 1988 թվականը դարձավ ջրբաժան, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ծեր ակադեմիկոսի կյանքում։ Արցախյան շարժումը պայթեց ինչպես երկար զսպված հրաբուխ։ Երևանի հրապարակները լցվեցին 100 հազարավոր մարդկանցով, ովքեր պահանջում էին մեկ բան՝ արդարություն իրենց եղբայրների համար։ Օդը լի էր եւ հույսով, եւ վախով։ Իսկ Մոսկվայում, փակ դռների հետևում, որոշվում էր մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, առանց հենց այդ ժողովրդին հարցնելու։ Համբարձումյանն այս ամենը հետևում էր ծանր սրտով։ Նա արդեն ծեր էր, անցել էր 80 եւ կարող էր պարզապես լռել, ինչպես անում էին շատերը նրա տարիքում ու դիրքում։ Բայց լռությունը նրա համար դավաճանություն կլիներ, որովհետև երբ քո ժողովուրդը ճչում է, իսկ դու ունես ձայն, որ լսում է ողջ աշխարհը, լռելն արդեն հանցանք է։ Ինչ պետք է աներ մի մարդ, ում խոսքը կշիռ ուներ, բայց ում շուրջը պատ էր կանգնեցրել կայսրությունը։ Կար մի բան, որ հատկապես հուզիչ էր այս պատկերում։ Հրապարակները լի էին հիմնականում երիտասարդներով, ուսանողներ, բանվորներ, մարդիկ, ովքեր նոր էին սկսում իրենց կյանքը։ Իսկ նրանց մեջ կանգնած էր մի ծերունի, ով կարող էր նրանց պապը լինել, նույնիսկ նախապապը,
Մարդ, ով տեսել էր մի ամբողջ դարի ողբերգություններն ու հաղթանակները, այժմ կանգնում էր ուսի այս երիտասարդների կողքին։ Եվ սա ուներ խորը խորհրդանշություն, որովհետև ազգի պայքարը երբեք մեկ սերնդի գործ չէ։ Այն փոխանցվում է ձեռքից ձեռք, սրտից սիրտ, ինչպես ջահ, որ չպետք է մարի։ Ձեր ակադեմիկոսը իր ողջ փառքով ու իմաստությամբ գալիս էր ասելու այս երիտասարդներին. ես ձեզ հետ եմ։ Ձեր պայքարն իմ պայքարն է, ձեր ցավն իմ ցավն է։ Եվ այս միասնությունը ծերի ու երիտասարդի, հանճարի ու հասարակ մարդու դարձավ շարժման ամենից գեղեցիկ պատկերներից մեկը։ Բայց ինչքան կարող էր մի ծերունի դիմանալ այս պայքարի ծանրությանը։ Շարժման տարիներին պարզ դարձավ մի դառը ճշմարտություն։ Որոշումները կայացվում էին ոչ թե այնտեղ, որտեղ ապրում էր ցավը, այլ հեռվում, իշխանության սառը միջանցքներում։ Կար կարծես անտեսանելի ցուցակ, որի մեջ գրված էր, թե ումից ինչ կարելի է ակնկալել, ով է վտանգավոր, ով ոչ։ Ձեր ակադեմիկոսին երկար տարիներ համարում էին հավատարիմ, հանգիստ, համակարգի մարդ։ Նա, ով կառուցում էր աստղադիտարաններ եւ չէր խառնվում քաղաքականությանը։ Բայց հենց այս մարդն այժմ դառնում էր ամենից անհարմարը, որովհետև նրա հեղինակությունը չէր կարելի հերքել, նրա անունը չէր կարելի ջնջել, եւ երբ նա խոսում էր, ողջ աշխարհը կարող էր լսել։ Իշխանությունը հասկանում էր այս վտանգը։ Մի բան, երբ բողոքում է անանուն ամբոխը։ Բոլորովին այլ բան է, երբ բողոքում է մի մարդ, որի ձեռքը սեղմել են աշխարհի մեծագույն գիտնականները։ Ինչպես կարող էր կայսրությունը լռեցնել նրան, ում ինքն էր փառաբանել տասնամյակներ շարունակ։ Եվ ահա եկավ այն պահը, որը մտավ պատմության մեջ։ Հայ պատվիրակությունը հանդիպեց երկրի ղեկավարի Գորբաչովի հետ։ Սենյակում նստած էին մարդիկ, ովքեր եկել էին պաշտպանելու իրենց ժողովրդի իրավունքը։ Համբարձումյանը վեր կացավ եւ սկսեց ներկայացնել Արցախի հարցի իր տեսլականը, հիջ տեսլականը, հանգիստ, փաստարկված, ինչպես գիտնական, ով սովոր է ճշմարտությունը հիմնավորել։ Բայց Գորբաչովն ընդհատեց նրան, կոպիտ, անհարգալից, ինչպես ընդհատում էր բոլոր հայերին։ Եվ այդ պահին տեղի ունեցավ բան, որը երկար հիշվեց։ Ձեր ակադեմիկոսը, խորհրդային աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիրը, աշխարհի ավելի քան 20 ակադեմիայի անդամը, նայեց երկրի ղեկավարին եւ տվեց մեկ պարզ հարց. ով էր թագավորը, երբ ապրում էր Կոպեռնիկոսը։ Սենյակում տիրեց գերեզմանային լռություն։ Ինչ էր ուզում ասել ծերունին այս տարօրինակ հարցով, որից այդքան սարեց ողջ դահլիճը։ Այս մեկ հարցի մեջ ամփոփված էր ծերունու ողջ կյանքի փիլիսոփայությունը։ Նա ողջ կյանքում ուսումնասիրել էր այն, ինչ հավերժ է, աստղերը, տիեզերքի օրենքները, ճշմարտությունը, որ չի փոխվում ոչ իշխանությունից, ոչ ժամանակից։ Եվ նա հասկանում էր, որ մարդկային իշխանությունը, որքան էլ հզոր թվա այսօր, ընդամենը մի ակնթարթ է հավերժության հոսքում։ Կայսրությունները բարձրանում են եւ ընկնում, ղեկավարները գալիս են եւ գնում, բայց ճշմարտությունը, լինի դա Կոպեռնիկոսի հայտնագործությունը, թե մի ժողովրդի իրավունքն իր հողի վրա, մնում է անսասան։ Հենց դա էր ուզում ասել ծերունին այդ սառը դահլիճում, որ դուք, որքան էլ ձեր ձեռքին լինի այսօրվա ողջ ուժը, ընդամենը անցողիկ եք, իսկ ճշմարտությունը, որ դուք փորձում եք թավել, կապրի ձեզանից երկար։ Բայց ինչ արժե հավերժության այս գիտակցությունը, երբ քո ժողովուրդը տառապում է հենց հիմա, հենց այս ակնթարթում։ Իմաստն ակնհայտ էր նրանց համար, ովքեր ունեին ականջ լսելու։ Համբարձումյանը հիշեցնում էր մի հավերժական ճշմարտություն։ Թագավորներն ու ղեկավարները գալիս ու գնում են, նրանց անունները մոռացվում են պատմության փոշու մեջ։ Բայց Կոպեռնիկոսը, նա, ով համարձակվեց ճշմարտություն ասել տիեզերքի մասին, ապրում է հավերժ։ Ոչ ոք չի հիշում, թե ով էր թագավորը նրա ժամանակ։ Բոլորը հիշում են Կոպեռնիկոսին։ Ուրեմն եւ իշխանությունը, եւ նրա կամայականությունը նժամանակավոր են, իսկ ճշմարտությունը հավերժ։ Արցախի հայերի իրավունքը նույնպիսի ճշմարտություն էր, որքան էլ որ իշխանությունը փորձեր այն թաղել։ Այս մեկ հարցի մեջ ամփոփված էր ծերունու ողջ իմաստությունը։ Նա խոսում էր ոչ թե այսօրվա քաղաքականության, այլ հավերժության լեզվով։ Բայց արդյոք իշխանությունը պատրաստ էր լսել հավերժության ձայնը, թե նա լսում էր միայն ուժի լեզուն։ Այդ հանդիպումից հետո ծեր ակադեմիկոսի սրտում ինչ-որ բան փոխվեց ընդմիշտ։ Ողջ կյանքում նա հավատացել էր, որ բանականությունը հաղթում է, որ ճիշտ փաստարկն ի վերջո ճանապարհ է գտնում դեպի մարդկանց սրտեր։ Հենց դրա վրա էր կառուցված գիտությունը, ապացույցի, դրամաբանության, ճշմարտության զորության վրա։ Բայց այստեղ, իշխանության սառը դահլիճում,
նա հանդիպեց մի բանի, որի դեմ անզոր էր ողջ իմաստությունը՝ ուժի ամբարտավանությանը։ Հզորներին պետք չէր ճշմարտություն, նրանց պետք էր հնազանդություն։ Եվ ծերունին հասկացավ, որ խոսքերի դարն իր համար ավարտվել է։ Նա կարող էր գրել հազարավոր էջեր, ասել ամենից խելացի ճառերը, եւ ոչինչ չէր փոխվի, քանի դեռ դիմացինը պարզապես չէր ուզում լսել։ Իսկ ինչ է մնում մարդուն, երբ ամենից հզոր զենքը, խոսքը, դառնում է անզոր։ Այս հարցը տանջում էր նրան օրեր ու գիշերներ։ Շատերը նրա տեղ կընդուներ պարտությունը։ 80-ն անցած, հոգնած, համաշխարհային փառքով արդեն հագեցած մարդ, ով կդատապարտեր նրան, եթե նա պարզապես հետ քաշվեր եւ իր մնացած օրերն անցկացներ հանգիստ իր աստղերի կողքին։ Ոչ ոք ակնկալիք չուներ ծերունուց։ Նա արդեն ավելին էր արել իր ազգի համար, քան հազարավորները միասին։ Բայց հենց այստեղ բացահայտվեց նրա բնավորության խորությունը, որովհետև իսկական մեծ մարդը չի չափում իր պարտքը նրանով, ինչ ուրիշներն են ակնկալում։ Նա չափում է այն իր սեփական խղճով։ Եվ Համբարձումյանի խիղճը նրան ասում էր մեկ բան. քանի դեռ կարող ես ինչ-որ բան անել, դու պարտավոր ես անել։ Բայց ինչ կարող էր անել մի մարդ, ում խոսքն այլևս չէր լսվում, եւ ում միակ մնացած ունեցվածքը սեփական մարմինն էր։ Պատասխանը ցավոք դառն էր։ Իշխանությունը չլսեց։ Որոշումները շարունակեցին կայացվել փակ դռների հետևում, եւ Արցախի վերքը մնում էր բաց։ Ծեր ակադեմիկոսը հասկանում էր, որ խոսքերն այլևս բավարար չեն։ Նա ողջ կյանքում հավատացել էր բառի, փաստարկի, բանականության զորությանը, բայց ահա կանգնած էր մի պատի առջև, որը չէր լսում ոչ բանականություն, ոչ փաստարկ։ Ինչ կարող էր անել մի ծերունի, ում միակ զենքը խոսքն էր, իսկ խոսքն այլևս չէր գործում։ 1989 թվականին նա բացահայտ դուրս եկավ, բողոքելով Արցախի վերաբերյալ ընդունված որոշման դեմ։ Նա պահանջում էր մեկ պարզ բան, որ իշխանությունը հետևի իր սեփական օրենքներին, որ արդարությունը գործի։ Բայց ինչ անել, երբ նույնիսկ բացահայտ բողոքն անպատասխան է մնում, եւ մի ամբողջ ժողովուրդ կանգնած է անդունդի եզրին։ Եվ այստեղ ծեր ակադեմիկոսը կայացրեց որոշում, որը ցնցեց բոլորին։ Որոշում, որից բժիշկները սարսափեցին, որից ընտանիքը դողաց, որից ողջ ազգը պապանձվեց։ 1990 թվականին, կյանքի 9-րդ տասնամյակում, 80 վաղուց անցած, համաշխարհային փառքով պսակված այս մարդը հայտարարեց հացադուլ։ Նա հրաժարվեց սննդից։ Իր սեփական արդեն թույլ ծերացած մարմինը նա դարձրեց վերջին փաստարկը։ Պատկերացրեք այս պատկերը։ Մարդ, ով կարող էր վայելել ոսկեզօծ ծերություն, շրջապատված հարգանքով ու հանգստով, փոխարենը պարկած էր եւ մերժում էր ամենապարզ բանը՝ հացն ու ջուրը։ Ինչու՞։ Որովհետև նա հասկանում էր, որ երբ խոսքն այլևս չի լսվում, մնում է միայն մեկ լեզու, որ ոչ ոք չի կարող անտեսել՝ սեփական զոհաբերության լեզուն։ Որպեսզի հասկանանք այս քայլի ողջ ծանրությունը, պետք է պատկերացնենք, թե ինչից էր նա հրաժարվում։ Սա մարդ էր, ում առջև բաց էր ողջ աշխարհը։ Նա կարող էր ապրել ցանկացած երկրում, վայելել ցանկացած պատիվ, ունենալ ամեն հարմարավետություն, որ կարող էր երազել մահկանացու մարդը։ Աշխարհի մեծագույն գիտական կենտրոնները պատիվ կհամարեին նրան ընդունել։ Նրա ծերությունը կարող էր լինել ոսկեզօծ, հանգիստ, փառքով լի։ Փոխարենը նա ընտրեց պարսկել մի համեստ սենյակում եւ մերժել ամենապարզ բանը՝ հացն ու ջուրը։ Ընտրեց տառապանքը հանգստի փոխարեն, ընտրեց վտանգը անվտանգության փոխարեն։ Եվ արեց դա ոչ թե անձնական շահի, ոչ թե փառքի, ոչ թե իշխանության համար, այլ մի հողի համար, որ նա կարող էր նույնիսկ երբեք այլևս չտեսնել։ Ինչ սեր պետք է վառվի մարդու սրտում, որ նա պատրաստ լինի այսպիսի զոհաբերության։ Բայց ինչքան կարող էր դիմանալ 80-ն անցած սիրտը նման փորձության։ Բժիշկները ամեն օր գալիս էին նրա մոտ սարսափած։ Նրանք գիտեին այն, ինչ ծերունին հրաժարվում էր լսել։ Այս տարիքում, այս առողջական վիճակում սննդից հրաժարվելը կարող էր ճակատագրական լինել։ Ամեն օր նրա ուժերը պակասում էին, ամեն օր սիրտն ավելի դժվար էր բաբախում։ Նրանք աղերսում էին. «Դադարեցրեք, դուք արդեն ապացուցել եք ձեր կետը, ձեր կյանքն ավելի թանկ է ազգի համար, քան այս բողոքը»։ Բայց ծերունին ժպտում էր թույլ ժպիտով եւ չէր զիջում, որովհետեւ նրա համար սա ոչ թե բողոք էր, այլ ինչ-որ ավելի խորը բան։ Վերջին նվիրաբերությունը այն ժողովրդին, որի մեջ նա ծնվել էր, որի լեզվով խոսել էր նրա հայրը, որի ցավը նա կրել էր ողջ կյանքում։ Սեղանի անկյունում կանգնած էր այն բաժակ ջուրը, որին նա չէր դիպչում, եւ ամեն անդիպչած կաթիլ ավելի բարձր էր ճչում, քան հազարավոր ճառեր։
Ինչ էր մտածում նա այդ երկար ժամերին, պառկած ու լուռ, աչքերը առաստաղին։ Այդ օրերին Բյուրականն ու Երևանը կարծես պահել էին շունչը։ Լուրը ծեր ակադեմիկոսի հացադուլի մասին տարածվում էր տնից տուն, սրտից սիրտ։ Մարդիկ գալիս էին, կանգնում էին լուռ, կարծես ուխտի։ Ոմանք բերում էին ծաղիկներ, ուրիշներ պարզապես կանգնում էին եւ նայում պատուհանին, որի հետևում պառկած էր այն մարդը, ով ընտրել էր տառապանքն ի սեր նրանց։ Մայրեր, ովքեր կորցրել էին որդիներ, երիտասարդներ, ովքեր պատրաստվում էին գնալ ճակատ, ծերեր, ովքեր հիշում էին հին վերքերը։ Բոլորն այս ծերունու մեջ տեսնում էին ինչ-որ բան, որ ավելի մեծ էր, քան մեկ մարդ։ Նա դարձել էր ողջ ազգի խղճի մարմնավորումը։ Եվ ամեն օր, որ նա մնում էր անդրդվելի, ամեն օր, որ բաժակ ջուրը մնում էր անձեռնմխելի, այդ լռությունը դառնում էր ավելի բարձր, քան ցանկացած ճիչ։ Բայց որքան կարող էր մի ազգ դիմանալ, տեսնելով, թե ինչպես է մարում իր լավագույն զավակը։ Օրերն անցնում էին, եւ ամեն օր նոր փորձություն էր։ Ծերունու ուժերը պակասում էին, բայց կամքը մնում էր երկաթյա։ Մարդիկ, ովքեր եկել էին նրան համոզելու, դուրս էին գալիս լուռ, հասկանալով, որ դիմացինը կայացրել է իր որոշումը ոչ թե հույզի պահին, այլ ողջ կյանքի իմաստությամբ։ Կար ինչ-որ սրբազան բան այս պայքարի մեջ, մի ծերումի, համաշխարհային փառքով պսակված, որ իր վերջին ճակատամարտը մղում էր ոչ թե զենքով, ոչ թե իշխանությամբ, այլ պարզապես իր մարմնի լռությամբ։ Եվ հենց այս լռությունն էր ամենից բարձր ձայնը, որովհետև երբ խոսում են զենքերը, լսում են վախից, իսկ երբ խոսում է զոհաբերությունը, լսում են սրտով։ Բայց որ ձայնն ի վերջո ավելի հեռու կհասներ, իշխանության հրամանն, թե ծերունու լուռ բաժակ ջուրը։ Բժիշկները ապրում էին մշտական սարսափի մեջ, նրանք ամեն ժամ հետևում էին նրա սրտին, որը գնալով ավելի դժվար էր աշխատում։ Գիտության ողջ իմացությունը, որով նրանք տիրապետում էին, անզոր էր մի բանի առջև՝ ծերունու երկաթյա կամքի։ Նրանք բացատրում էին նրան վտանգը պարզ բառերով, թվում էին հետևանքները, աղերսում էին հանուն ընտանիքի, հանուն գիտության, հանուն հենց այն ազգի, որի համար նա տառապում էր։ Բայց ամեն անգամ նա հանգիստ պատասխանում էր նույն բանը, որ կամ պահեր կյանքում, երբ հանգիստ ապրելն ավելի մեծ պարտություն է, քան մահը, որ եթե ինքը ողջ կյանքում պատվով ու փառքով օժտված մարդը լռի այս պահին, ապա ով կխոսի։ Ընտանիքը կանգնած էր անզոր, սիրո եւ հարգանքի միջև պատրված։ Նրանք ուզում էին պահպանել նրա կյանքը, բայց հասկանում էին, որ չեն կարող խլել նրանից այն, ինչ նրան դարձնում էր ինքը՝ իր սկզբունքները։ Ինչպես կարող ես կանգնեցնել մի մարդու, ով հենց իր մարմինը դարձրել է իր հավատի վերջին ապացույցը։ Տարիներ անց այդ օրերի վկաները դեռ հիշում էին ամեն մանրուք, կարծես ամեն ինչ տեղի էր ունեցել երեկ։ Հիշում էին սենյակի լռությունը, որ խախտվում էր միայն ծերունու դժվար շնչառությունից։ Հիշում էին նրա դեմքը, գունատ, հյուծված, բայց զարմանալիորեն խաղաղ։ Հիշում էին այն բաժակը, կանգնած սեղանի անկյունում, լի, անձեռնմխելի, ինչպես լուռ վկա։ Ոմանք, ովքեր մտնում էին այդ սենյակ, դուրս էին գալիս արցունքներով, որովհետև տեսնում էին մի բան, որ դուրս էր սովորական մարդկային հասկացողությունից։ Տեսնում էին մարդու, ով կամովին, գիտակցաբար, հանգիստ քայլում էր դեպի սահմանը, հանուն մի գաղափարի։ Եվ այս տեսարանը փոխում էր նրանց։ Մարդիկ, ովքեր եկել էին պարզապես հարգանք մատուցելու, դուրս էին գալիս փոխված, հասկանալով ինչ-որ բան իսկական նվիրումի մասին, որ դժվար է բառերով արտահայտել։ Որովհետև ոմանք միայն խոսում են սկզբունքների մասին, իսկ սակավաթիվ մարդիկ պատրաստ են դրանց համար տալ ամեն ինչ։ Որ կատեգորիային էր պատկանում ծեր ակադեմիկոսը, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Եվ այս ամենի մեջ կար մի բան, որ հատկապես ցնցում էր մարդկանց։ Համբարձումյանը չէր բողոքում, նա չէր անիծում, չէր մեղադրում, չէր ճչում։ Նա պարզապես անում էր այն, ինչ համարում էր ճիշտ, հանգիստ, արժանապատվությամբ, ինչպես ողջ կյանքն էր ապրել։ Այս հանգստությունն ավելի սարսափելի էր, քան ցանկացած ցասում, որովհետև այն ցույց էր տալիս, որ սա կամահաճույք չէ, հուզմունքի պահ չէ, այլ խորապես կշռադատված ընտրություն։ Մարդ, ով ողջ կյանքում հաշվարկել էր աստղերի շարժումը ճշգրիտ բանաձևերով, այժմ նույն ճշգրտությամբ հաշվարկել էր իր վերջին քայլը։ Նա գիտեր, թե ինչ է անում, եւ հենց դա էր, որ նրա զոհաբերությունը դարձնում էր այսքան հզոր։ Ոչ թե հույզի պորտկում, այլ սառնասիրտ, գիտակցված որոշում, իր կյանքը դնել կշեռքի մի նժարին, իսկ մյուսին իր ժողովրդի ճակատագիրը։ Որ նժարն ավելի ծանր կլիներ վերջում, եւ արդյոք աշխարհը կնկատեր այս կշեռքը։ Կշեռքը,
Թերևս նա մտածում էր այն աստղերի մասին, որոնք ողջ կյանքում ուսումնասիրել էր։ թերևս նա հիշում էր Բյուրականը, իր Սարալանջի աստղջի աստղադիտարանը, որտեղ գիշերները նայել էր տիեզերքի անծայրածիր խորքերը։ Նա, ով գիտեր, թե ինչպես են ծնվում աստղերը, այժմ հասկանում էր, որ ազգերը նույնպես ծնվում են ցավի, պայքարի, զոհաբերության մեջ։ Աստղն իր լույսը ծնում է այրվելով։ Միգուցե եւ ազգերն են այդպես, վերածնվում են իրենց լավագույն զավակների այրման գնով։ Եվ եթե այդպես է, ապա ծեր ակադեմիկոսը պատրաստ էր այրվել, որովհետև նա ողջ կյանքում սովորեցրել էր, որ լույսը, ճշմարտությունը, գիտելիքը, արդարությունը արժե ամեն գին։ Հիմա նա ապացուցում էր այդ ոչ թե բանաձևերով, այլ իր սեփական մարմնով։ Բայց արդյոք աշխարհը պատրաստ էր տեսնել այս լույսը, թե այն կրկին երես կթեքեր ինչպես միշտ։ Լուրը չմնաց Հայաստանի սահմաններում։ Այն հասավ այն վայրերը, ուր գիտեին Համբարձումյանի անունը, աշխարհի աստղադիտարանները, համալսարանները, գիտական ընկերությունները։ Մարդիկ, ովքեր նրան ճանաչում էին միայն որպես մեծ գիտնական, հանկարծ բացահայտում էին նրա մյուս դեմքը, հայրենասերի, ով պատրաստ է կյանք տալ իր ժողովրդի համար։ Ոմանք չէին հասկանում. ինչպես կարող է աշխարհահռչակ գիտնական իրեն ենթարկել նման վտանգի ինչ-որ հեռավոր հողի համար, որի մասին շատերը նույնիսկ չէին լսել։ Բայց նրանք, ովքեր հասկանում էին հայ ժողովրդի պատմությունը, գիտեին պատասխանը։ Այս ծերունու համար Արցախը հեռավոր հող չէր։ Դա իր ազգի մարմնի մի մասն էր, արյունով ու հիշողությամբ կապված։ Եվ նրա զոհաբերությունը դարձավ ուղերձ ողջ աշխարհին։ Ահա թե ինչ արժե մի ազգի համար իր հողը։ Ահա թե ինչ են պատրաստ տալ նրա լավագույն զավակները։ Բայց արդյոք աշխարհն ի վերջո պատրաստ էր լսել այս ուղերձը։ Հացադուլի լուրը տարածվեց ինչպես կրակ։ Մարդիկ, ովքեր լսում էին, չէին կարողանում հավատալ։ Համբարձումյանը, այն հանճարը, որի անունը գիտեր ողջ աշխարհը, որի դեմքը զարդարում էր դասագրքերը, որին հարգում էին նույնիսկ նրա հակառորդները, հենց նա էր պառկած եւ մերժում էր սննդից։ Այս լուրը ցնցում էր հենց իր անհավանականությամբ, որովհետև մարդիկ սովոր էին, որ իշխանավորներն ու հանճարները հոգ են տանում իրենց մասին, պաշտպանում են իրենց դիրքը, փորձում են երկար ապրել։ Իսկ ահա մի մարդ, ով ուներ ամեն ինչ, կամովին վտանգում էր ամենաթանկ բանը՝ իր կյանքը։ Եվ դա ստիպում էր մարդկանց մտածել. եթե այս մարդը, ով կարող էր ապրել խաղաղ ու պատվով, պատրաստ է զոհել ամեն ինչ Արցախի համար, ապա որքան կարևոր է իրականում այս հարցը։ Ծերունու զոհաբերությունը դառնում էր ողջ ազգի խղճի հայելին։ Բայց արդյոք այս հայելին ի վերջո կփոխեր որևէ բան, թե ծերունին այրվում էր ապարդյուն։ Իսկ ապա պատմությունը կատարեց իր անխնաշրջադարձը։ Այն կայսրությունը, որ թվում էր անկործանելի, որ տասնամյակներ տիրել էր ժողովուրդների ճակատագրին, սկսեց ճաքել ներսից։ Մարդիկ, ովքեր ողջ կյանքում հավատացել էին նրա հավերժությանը, այժմ ապշած դիտում էին, թե ինչպես է այն փշրվում։ Համբարձումյանը, ով այդ կայսրության ներսում հասել էր ամենաբարձր կոչումներին, այժմ տեսնում էր նրա վերջը։ Մարդ, ով ստացել էր նրա ամենաբարձր պարգևները, ով կրել էր նրա ոսկե աստղերը, այժմ ապրում էր նրա մայրամուտը։ Եվ թերևս նրա համար դա ուներ դառը խորհրդանշություն։ Ողջ կյանքում նա ուսումնասիրել էր, թե ինչպես են ծնվում ու մեռնում աստղերը։ Այժմ սեփական աչքերով տեսնում էր, թե ինչպես է մեռնում մի կայսրություն, նույնքան անխուսափելի, որքան երկնքի ամենից վիթխարի աստղի մարումը։ Բայց ինչ կծնվեր այս մողիրներից, եւ ինչ գին պետք է վճարեր նրա ազգն այս նոր ծնունդի համար։ Գինը սարսափելի էր։ Ազատությունը եկավ, բայց եկավ արյան ու կրակի միջով։ Արցախի շուրջ բռնկվեց իսկական պատերազմ, եւ երիտասարդ տղաները, համարյա երեխաներ, գնում էին պաշտպանելու այն հողը, որի համար ծեր ակադեմիկոսը զոհել էր իր առողջությունը։ Շատերը հետ չվերադարձան։ Իսկ թիկունքում երկիրն ապրում էր մի դժոխք, որ դժվար է նկարագրել։ Ձմեռները եկան առանց ջերմության։ Տները սառչում էին, մարդիկ վառում էին կահույքը, գրքերը, ամեն ինչ, որ կարող էր մի փոքր ջերմություն տալ։ Լույս չկար գիշերները, եւ ողջ քաղաքները խրվում էին խավարի մեջ։ Հաց չկար բավարար, դեղ չկար, հույս հազիվ էր մնում։ Եվ այս դժոխքի մեջ ապրում էր մի ծերունի, ով տեսել էր ամեն ինչ՝ Եղեռնի ստվերը, կայսրության ծնունդն ու մահը, փառքն ու անկումը։ Ինչպես կարող էր մարդը կրել այսքան պատմություն մեկ կյանքի ընթացքում։ Եվ ինչ էր պահում նրան կանգուն այս ամենի մեջ։ Ժամանակն անցավ եւ հզոր կայսրությունը, որին Համբարձումյանը ծառայել էր տասնամյակներ, սկսեց փլվել։
Այն, ինչ թվում էր հավերժ, ճաքեց ինչպես հին սառույց։ Հայաստանը դարձավ ազատ, անկախ, բայց ազատությունը եկավ արյունով ու ցավով։ Արցախի շուրջ բռնկվեց պատերազմ, եւ երիտասարդ տղաները գնում էին պաշտպանելու այն հողը, որի համար ծեր ակադեմիկոսը զոհել էր իր առողջությունը։ Երկիրն ապրում էր սարսափելի տարիներ, ցուրտ, մութ, քաղցած։ Ձմեռները ջեռուցում չկար, լույս չկար, շատ ընտանիքներ տառապում էին։ Եվ այս ամենի մեջ ապրում էր մի ծերունի, ով տեսել էր ամեն ինչ. կայսրության ծնունդն ու մահը, փառքն ու անկումը, հույսն ու հուսահատությունը։ Բյուրականում իր աստղադիտարանի կողքին նա շարունակում էր ապրել, համեստ, առանց արտոնությունների, ինչպես ապրել էր ողջ կյանքում։ Ինչ էր զգում նա, երբ նայում էր այս նոր, ազատ, բայց վիրավոր Հայաստանին, որի համար այսքան բան էր տվել։ Համբարձումյանն ապրում էր զարմանալի համեստությամբ, որը հակասում էր նրա համաշխարհային փառքին։ Մարդ, ով կարող էր ապրել պալատներում, շրջապատված ծառաներով, բնակվում էր սովորական բնակարանում իր կնոջ հետ։ Վերան, նրա կողակիցը, ում հետ նա ամուսնացել էր դեռ երիտասարդության տարիներին, կիսել էր նրա հետ ողջ ճանապարհը։ Նրանք ունեին 4 երեխա, եւ ընտանիքն ապրում էր ոչ թե իշխանավորի, այլ պարզ մարդու կյանքով։ Համբարձումյանը չէր օգտվում արտոնություններից, որոնք իրեն հասանելի էին, որովհետև նրա համար մեծությունը չէր չափվում ունեցվածքով։ Այն չափվում էր այն լույսով, որ թողնում ես աշխարհին։ Եվ թեև երկիրն այժմ տառապում էր, թեև ինքն արդեն ծեր էր ու հոգնած, նրա ներսում դեռ վառվում էր այն կրակը։ 1994 թվականին Ազատ Հայաստանը նրան շնորհեց ազգային հերոսի կոչումը, ճանաչելով այն, ինչ նա միշտ էր եղել իր ժողովրդի համար։ Բայց ինչ արժե ցանկացած կոչում մի մարդու համար, Ով արդեն տվել էր ամենից թանկը։ այս սև տարիներին նույնիսկ գիտությունը պայքարում էր գոյատևման համար։ Աստղադիտարանը, որ ժամանակին համաշխարհային փառք էր բերել, այժմ տառապում էր նույն դժվարություններից, ինչ ողջ երկիրը։ Լույսի ընդհատումները խանգարում էին դիտարկումներին, միջոցները հազիվ էին հերիքում, եւ շատ երիտասարդ գիտնականներ ստիպված էին լքել երկիրը, հաց փնտրելու օտարափերում։ Ծեր ակադեմիկոսն այս ամենը տեսնում էր ծանր սրտով։ Այն, ինչ նա կառուցել էր տասնամյակների ընթացքում, այժմ վտանգված էր, բայց նա չէր հանձնվում։ Նա շարունակում էր քաջալերել իր աշակերտներին, պնդում էր, որ նույնիսկ ամենից մութ ժամանակներում գիտությունը պետք է ապրի, որ ազգը չպետք է հանձնի իր մտքի լույսը։ Որովհետև նա հիշում էր մի դաս. ազգը, որ դադարում է ստեղծել, դադարում է գոյություն ունենալ։ Բայց որքան ուժ էր մնացել ծերունու մեջ պահելու այս լույսը վառ, երբ իր սեփական մարմինն արդեն մարում էր։ Կյանքի վերջին տարիներին ծերունին գնալով ավելի շատ ժամանակ էր անցկացնում լռության մեջ։ Նա, Ով ողջ կյանքում շրջապատված էր եղել մարդկանցով, աշակերտներով, գիտնականներով, այժմ հաճախ մնում էր մենակ իր մտքերի հետ։ Բյուրականի Սարալանջին, որտեղ ինքն էր կառուցել աստղադիտարանը, գիշերները դեռ պայծառ էին աստղերով։ Ասում էին, թե նա սիրում էր նայել երկնքին, կարծես այնտեղ էր փնտրում պատասխան այն հարցին, որը տանջում էր նրան ողջ կյանքում։ Արդարացվեց արդյոք իր զոհաբերությունը։ Արժեր արդյոք ամեն ինչ։ Աստղերը լուռ էին ինչպես միշտ, բայց դրանց լույսի մեջ, որ ճանապարհ էր ընկել միլիոնավոր տարիներ առաջ, թերևս կար մի մխիթարություն, որ ոչինչ իսկապես չի կորչում, որ լույսը, որ վառվում է մի անգամ, շարունակում է ճանապարհ ընկնել ընդմիշտ, եւ նրա սեփական լույսը, նրա գիտությունը, նրա սերը, նրա զոհաբերությունը նույնպես ինչ որտեղ դեռ ճանապարհ էր ընկնում։ Բայց որքան ժամանակ էր մնացել ծերունուն, եւ ինչ էր նա ուզում ասել աշխարհին նախքան հեռանալը։ Բյուրականն ամռանը հատկապես գեղեցիկ էր։ Արագածի փեշերին օդը մաքուր էր, եւ գիշերները երկինքը բացվում էր իր ողջ շքեղությամբ։ Հենց այստեղ, այս Սարալանջին, ծեր ակադեմիկոսն անցկացրել էր իր կյանքի ամենաարդյունավետ տարիները։ Հենց այստեղից նա նայել էր ամենահեռավոր գալակտիկաներին, բացել տիեզերքի գաղտնիքները, պատրաստել աշակերտների սերունդներ։ Եվ այժմ, կյանքի վերջում, նա վերադարձել էր այստեղ, ինչպես վերադառնում է մարդն այնտեղ, որտեղ ապրել է իր ամենից մաքուր օրերը։ Նրա մոտ եկողները նկատում էին, որ նա փոխվել էր, դարձել ավելի մտախոհ, ավելի լուռ, կարծես արդեն կես ճանապարհին լիներ դեպի այն աստղերը, որ ողջ կյանքում ուսումնասիրել էր։ Բայց նրա միտքը մնում էր պայծառ, եւ հիշողությունը սուր։ Նա հիշում էր ամեն ինչ՝ Թիֆլիսի մանկությունը, հոր սեղանը, Լենինգրադի աստղերը, Բյուրականի կառուցումը, համաշխարհային փառքը եւ Արցախի ցավը։ Որ հիշողությունն էր ամենից ծանրը նրա սրտին այդ վերջին ամառվա ընթացքում։
Վերջին օրերին 1996 թվականի ամռանը Բյուրականում տիրում էր տարօրինակ խաղաղություն։ Ծերունին թույլ էր, շատ թույլ։ Տարիների բեռը, հացադուլի հետևանքները, պատերազմի ու անկման ցավը։ Այս ամենը հյուծել էր նրա մարմինը։ Բայց միտքը մնում էր պայծառ։ Նրա մոտ եկող մարդիկ պատմում էին, որ նա խոսում էր հանգիստ, առանց դառնության, կարծես արդեն հաշտվել էր այն ամենի հետ, ինչ եղել ու չէր եղել։ Կային տարօրինակ նշաններ, որ նկատում էին շատերը։ Մեծ աստղադիտակի աշտարակը, որի կողքին նա ապրում էր, կարծես պահպանում էր մի լուրջ սպասում։ Գիշերները հատկապես պարզ էին, եւ երկինքը լի էր այն աստղերով, որոնց ողջ կյանքն ուսումնասիրել էր նա։ Ոմանք ասում էին, թե վերջին օրերին նա հաճախ էր նայում դեպի այն ուղությունը, որտեղ ընկած էր Արցախը, կարծես ուզում էր վերջին անգամ զգալ այդ հողի շունչը։ Ինչ էր մտածում մարդը, ով կանգնած էր եւ տիեզերքի եւ իր ազգի ճակատագրի շեմին։ Ասում էին, որ վերջին օրերին նա հաճախ էր խոսում Արցախի մասին, ոչ թե դառնությամբ, ոչ թե հուսահատությամբ, այլ մի խորը, հանգիստ տխրությամբ։ Կարծես արդեն հաշտվել էր այն մտքի հետ, որ ինքը չի տեսնի այդ վերքի լրիվ ապաքինումը, որ դա կմնա հաջորդ սերունդերի գործը։ Բայց նա չէր կորցրել հավատը։ Նա հավատում է, որ ճշմարտությունն ի վերջո հաղթում է, որ արդարությունը, որքան էլ ուշանա, գալիս է։ Թերևս հենց այս հավատն էր, որ նրան թույլ էր տալիս հանգիստ նայել իր կյանքի վերջին օրերին։ Նա արել էր ամեն ինչ, ինչ կարող էր։ Տվել էր իր գիտությունը, իր փառքը, իր առողջությունը, գրեթե իր կյանքը։ Եվ այժմ նա կարող էր հանգիստ հանձնել ջահը հաջորդներին։ Ինչ էր նա ուզում, որ մենք հիշեինք իր մասին, երբ ինքն այլևս չլիներ մեզ հետ։ Եվ ապա եկավ այն օրը, 1996 թվականի օգոստոսի 12-ը։ Մարդը, ով ծնվել էր գրեթե ոչնչացված ազգի մեջ, ով դեպի աստղեր էր ձգել մի ամբողջ ժողովրդի հայացքը, ով կայսրությունների փառքն ու անկումը տեսել էր սեփական աչքերով, հանգիստ հեռացավ դեպի այն աստղերը, որոնց ողջ կյանքում ծառայել էր։ 87 տարեկանում նա ավարտեց իր երկրային ճանապարհը։ Նրան հողին հանձնեցին հենց այնտեղ, որտեղ ապրել ու ստեղծել էր, Բյուրականում, մեծ աստղադիտակի աշտարակի կողքին։ Պատկերացրեք այս խորհրդանիշը։ Մարդը, ով սովորեցրել էր մարդկությանը նայել աստղերին, հավերժ հանգչում էր հենց այն վայրում, որտեղից նա ինքն էր նայել երկնքին։ Հողն ու երկինքը միացան նրա շիրիմի վրա։ Բայց ինչ մնաց նրանից, եւ ինչ թաքնված ճշմարտություն բացահայտվեց նրա հեռանալուց հետո։ Բայց նախքան խոսենք այն մասին, ինչ մնաց, պետք է կանգ առնենք մի պահի վրա, որ հաճախ մոռացվում է։ Համբարձումյանի կյանքի վերջին տարիներն անցան ոչ թե հանգստի, այլ ողբերգական հակասության մեջ։ Մի կողմից նրա ազգը վերջապես ձեռք էր բերել ազատություն, որի մասին երազել էին սերունդներ։ Մյուս կողմից այդ ազատությունը եկել էր այնքան ցավով, այնքան կորստով, որ դժվար էր այն տոնել։ Ծերունին ապրում էր այս երկակիության մեջ։ Նա տեսնում էր ազատ Հայաստանը, բայց տեսնում էր նաև նրա վերքերը։ Տեսնում էր անկախ պետությունում էր անկախ պետությունը, բայց տեսնում էր նաև պատերազմը, աղքատությունը, արտագաղթը։ 1994 թվականին ազատ Հայաստանը նրան շնորհեց ազգային հերոսի կոչումը։ Դա ճանաչումն էր այն ամենի, ինչ նա էր արել ողջ կյանքում։ Բայց ինչ արժե ցանկացած կոչում մի մարդու համար, ով արդեն ամեն ինչ տվել էր եւ ում սիրտը դեռ ցավում էր այն հողի համար, որ չէր ապաքինվել։ Եվ ահա, երբ մտածում ենք այն մասին, ինչ մնաց նրանից, հասկանում ենք, որ ժառանգությունը կրկնակի էր։ Մի կողմից գիտնականի ժառանգությունը, հայտնագործությունները, դպրոցը, Աշտվադիտարանը, ակադեմիան, որ նա ղեկավարել էր գրեթե կես դար։ Այս ամենը մնում է կանգուն, շարունակում է իր գործը, ուսուցանվում է աշխարհի համալսարաններում։ Բայց կա մի երկրորդ, ավելի թանկ ժառանգություն, որ չի չափվում մրցանակներով կամ հոդվածներով։ Դա օրինակն է։ Օրինակն այն մարդու, ով ուներ ամեն ինչ եւ պատրաստ էր ամեն ինչ տալ իր ազգի համար։ Օրինակն այն խղճի, որ չլռեց, երբ լռելն ավելի հեշտ էր։ Օրինակն այն սիրո, որ ավելի ուժեղ էր, քան վախն ու հոգնածությունը։ Այս ժառանգությունը չի մաշվում ժամանակից։ Բայց արդյոք մենք, նրա հետնորդներս, արժանի ենք այս ժառանգությանը։ Մնաց առաջին հերթին նրա գիտությունը։ Աստղային ասոցիացիաների մասին նրա հայտնագործությունը մինչ օրս դասավանդվում է աշխարհի համալսարաններում։ Բյուրականի աստղադիտարանը, որ նա կառուցել էր դատարկ Սարալանջին, դեռ կանգուն է եւ շարունակում է իր գործը։ Հայաստանի գիտությունների ակադեմիան, որը նա ղեկավարել էր գրեթե կես դար, մնում է հայ գիտության սիրտը։
Նրա պատվին հիմնվեց միջազգային գիտական մրցանակ, որ տրվում է աստղաֆիզիկայի բնագավառում ակնառու հաջողությունների համար։ Աշխարհն այսպիսով հիշում է գիտնական Համբարձումյանին։ Բայց կա մի ուրիշ, ավելի խորը ճշմարտություն, որի մասին ավելի քիչ են խոսում։ Որ այս մեծ մարդը, ով կարող էր ունենալ ողջ աշխարհի ճանաչումը եւ հանգիստ ապրել դրա ստվերում, ընտրեց իր ազգը, ավելի վեր, քան սեփական կյանքը, ավելի վեր, քան համաշխարհային փառքը։ Ով էր իրականում այս մարդը, գիտնական, որ սիրում էր ազգը, թե հայրենասեր, որ սիրում էր գիտությունը։ Իսկ ով ապացուցեց, որ նրա զոհաբերություն ապարդյուն չէր։ Թերևս հենց այն փաստը, որ այսօր մենք դեռ արտասանում ենք նրա անունը հարգանքով ու հպարտությամբ, որ նրա պատմությունը շարունակում է ոգեշնչել մարդկանց սերնդից սերունդ։ Կայսրությունը, որ լռեցնում էր նրա ժողովրդին, վաղուց անհետացել է պատմության փոշու մեջ։ Իսկ ձեր ակադեմիկոսի լույսը դեռ ճանապարհ է ընկած, ինչպես հեռավոր աստղի լույսը, որ շարունակում է հասնել մեզ նրա ֆիզիկական մարման հազարավոր տարիներ անց։ Սա հենց այն ճշմարտությունն էր, որ նա ուզում էր սովորեցնել մեզ բոլորիս, որ ուժն ու բռնությունն անցողիկ են, իսկ սերն ու ճշմարտությունը հավերժ, որ իսկական հաղթանակը չափվում է ոչ թե այսօրվա ուժով, այլ նրանով, ինչ մնում է 100 տարի անց։ Բայց արդյոք մենք սովորեցինք այս դասը, թե կրկնում ենք նույն սխալները, որ նա փորձում էր կանխել։ Թերևս ճշմարտությունն այն է, որ նա չէր բաժանում այս երկուսը։ Նրա համար գիտությունն ու հայրենասիրությունը նույն լույսի երկու ճառագայթներ էին։ Ճշմարտությունը տիեզերքի մասին եւ արդարությունն իր ժողովրդի համար։ Երկուսն էլ բխում էին նույն աղբյուրից, այն կրակից, որ վառվել էր հոր սեղանի մոտ, որտեղ հնչում էր Հոմերոսը հայերեն։ Եվ հենց դա է, որ նրան դարձնում էր ոչ թե պարզապես մեծ գիտնական, այլ մեծ մարդ, որովհետև հանճարը կարող է փոսագուր, մի գիտություն, բայց միայն մեծ սիրտը կարող է ոսկե աստղերը կրծքից վեր դասել մի ամբողջ ազգի ճակատագիրը։ Համբարձումյանն ուներ ամեն ինչ, ինչ աշխարհը կարող էր տալ, բայց երբ եկավ ընտրության պահը, նա ապացուցեց, որ ոչ մի մրցանակ, ոչ մի կոչում, ոչ մի փառք չարժե այնքան, որքան իր արյունով կապված ժողովրդի արժանապատվությունը։ Իսկ մենք, ովքեր ապրում ենք այսօր, ինչ ենք պատրաստ զոհել այն բանի համար, ինչին հավատում ենք։ Եվ այստեղ մնում է վերջին հարցը, որը դեռ պատասխան չունի։ Արդարացվեց արդյոք ծերունու զոհաբերությունը։ Արցախի զվերքը, որի համար նա հրաժարվեց սննդից, որի համար վտանգեց իր կյանքը, դեռ չի ապաքինվել։ Այդ հողը, որի շունչը նա ուզում էր զգալ վերջին օրերին, դեռ ցավի ու կորստի աղբյուր է հայ ժողովրդի համար։ Եվ եթե ծեր ակադեմիկոսը կարողանար այսօր նայել ներքև իր աստղերից, ինչ կտեսներ։ Կտեսներ արդյոք, որ իր զոհաբերությունն ապարդյուն չէր, թե կողպար, որ ճշմարտությունը, որի համար նա պայքարել էր, դեռ չի հաղթել։ Մենք չգիտենք պատասխանը։ Ովայց գիտենք մի բան, որ լույսը, որ մի անգամ վառվում է, շարունակում է ճանապարհ ընկնել, ընդմիշտ ինչպես հեռավոր աստղի լույսը, որ հասնում է մեզ միլիոնավոր տարիներ անց։ Եվ ծերունու լույսը, նրա սերը, նրա համարձակությունը, նրա անձեռ մխելի բաժակ ջուրը դեռ ճանապարհ է ընկած։ Թերևս այն դեռ չի հասել իր նպատակին, բայց այն երբեք չի մարի։ Եվ ահա մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղից սկսեցինք, դեպի այն բաժակ ջուրը, որին ոչ ոք չէր դիպչում։ Հիմա մենք գիտենք, թե ինչ էր թաքնված այդ լռության հետևում։ Դա ոչ թե ծերության քմահաճույք էր, ոչ թե հույզի պորտկում, ոչ թե ինքնակործանման ցանկություն։ Դա ողջ կյանքի փիլիսոփայության վերջին, ամենից մաքուր արտահայտությունն էր։ Մարդը, ով սովորեցրել էր մարդկությանը, որ աստղերը ծնվում են այրվելով, ինքն այրվեց, լույս տալով իր ազգին։ Մարդը, ով ապացուցել էր, որ ճշմարտությունն ավելի ուժեղ է, քան ցանկացած կայսրություն, ապացուցեց դա ոչ թե բանաձևերով, այլ իր սեփական մարմնով։ Այդ անձեռ մխելի բաժակը դարձավ ավելի հզոր փաստարկ, քան հազարավոր ճառեր ու հոդվածներ, որովհետև այն ասում էր մեկ պարզ բան, որ բոլորը կարող էին հասկանալ։ Կա բան, որ ավելի թանկ է, քան հացն ու ջուրը, ավելի թանկ, քան սեփական կյանքը։ Եվ ինչ է այդ բանը մեզանից յուրաքանչյուրի համար։ Ես երբեմն պատկերացնում եմ այդ սենյակը։ Երևանի համեստ բնակարանը, ուր Սևանի անկյունում կանգնած էր անձեռնուխելի բաժակը։ Պատկերացնում եմ ծերունուն, 80-ն անցած, համաշխարհային փառքով պսակված, պարկած ու լուր, աչքերը առաստաղին, սիրտը Արցախին։ Եվ մտածում եմ, ահա թե ինչ է իսկական մեծությունը։ Ոչ թե ոսկե աստղերն ու կոչումները,
ոչ թե համաշխարհային ճանաչումն ու ակադեմիաների նախագահությունը, այլ այն պահը, երբ մարդը, ով ունի ամեն ինչ, պատրաստ է հրաժարվել ամեն ինչից իր ժողովրդի համար։ Համբարձումյանը հեռացավ դեպի աստղերը, բայց նրա հարցը մնում է մեզ հետ, հնչում է լռության մեջ, ինչպես այն հարցը, որ նա տվեց հզորին. ով էր թագավորը, երբ ապրում էր Կոպեռնիկոսը։ Ոչ ոք չի հիշում թագավորին, բոլորը հիշում են Կոպեռնիկոսին, եւ թերևս 100 տարի անց ոչ ոք չի հիշի նրանց, ովքեր լռեցին Արցախի վերքի առջև։ Բայց բոլորը կհիշեն ծերունուն, ով իր սեփական մարմինը դարձրեց վերջին փաստարկը, որովհետև ճշմարտությունն ավելի ուժեղ է, քան վախը, եւ սերը դեպի ազգ ավելի պայծառ է, քան ողջ տիեզերքի աստղերը։